Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրություն են ստորագրել։ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Բաքուն ու Վաշինգտոնը 6 ամիս աշխատել են փաստաթղթի վրա։ Ալիևը երախտագիտություն է հայտնել Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ շատ դրական վերաբերմունքի համար։ Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը, նշել է նա։ Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքային պաշարների միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ միջին միջանցքի միջոցով։ Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման ոլորտում ֆինանսական աջակցության ու տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։ Վենսը նաև հայտարարել է, որ TRIP նախագիծն արդեն իրականացվում է եւ այն Ադրբեջանի համար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի, թույլ տալով բնական պաշարներն ավելի հեշտ արտահանել։ Ես առաջիններից մեկն եմ, որ թռչել է Թրամփի ուղու վրայով եւ մենք հույս ունենք, որ այն կհանգեցնի տնտեսական բնական պաշարների հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության ու իսկապես կամրապնդի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը, ասել է Վենսը։ Մենք բարեկեցություն կստեղծենք այնտեղ, որտեղ նախկինում եղել է հակամարտություն, նշել է նա, շարունակելով հակամարտություններն ու պատերազմները կանխելու կարևորագույն գործոններից մեկն այն է, որ երկու ժողովուրդները միասին աշխատեն ու հասնեն մեծ բարեկեցության։ Նա շեշտել է առանց նախագահ Ալիևի եւ վարչապետ Փաշինյանի առաջնորդության խաղաղության համաձայնագրին հնարավոր չէր լինի հասնել։ Ալիևն էլ հայտարարել է, որ այս նախագիծը ընդհանուր առմամբ կխթանի խաղաղությունը տարածաշրջանում։ Հայաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի եւ Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ խորացումը։ Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ուղղված Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդին ու նախագահին իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ։ Մեր երկրները կխորացնեն բազմավոլորտ փոխգործակցությունը կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կայունության ամրապնդմանը, մասնավորապես ասված է Փաշինյանի ուղերձում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ չի բացառում Մերձավոր Արևելք ամերիկյան ռազմական նավերի ուղարկումը, եթե Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով տարածաշրջանը արդեն շարժվում է ամերիկյան ռազմածովային նավերի խումբ եւ հնարավոր է ուղարկվի եւս մեկը։ Նա նշել է, որ քննարկում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրային խմբի տեղակայման տարբերակը։ Միաժամանակ Սպիտակ տան նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը դեռ փորձում է Իրանի հետ համաձայնության հասնել։ Եթե դա չստացվի, Սպիտակ տունը Թրամփի խոսքով ստիպված կլինի դիմել շատ կոշտ քայլերի։ Նրա գնահատմամբ Թեհրանը այս փուլում ավելի պատրաստական է բանակցությունների, քան անցյալ տարվա ամռանը, երբ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել էր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին, համոզվելու համար, որ այն միջուկային զենք ձեռք բերելու ծրագիր չէ։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման, ասել է նա։ Ըստ Փեզեշքյանի, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան իրենց գործողություններով ու խոսքերով անվստահության բարձր պատ են ստեղծել։ Այս պատը թույլ չի տալիս, որ այդ բանակցությունները հանգեցնեն իմաստալից արդյունքի։ Եթե աշխարհն իսկապես ձգտում է դիվանագիտության, ապա պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները, հավելել է նա։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն կարող են ավելի լավ գործարք կնքել, քան 2015 թվականին ձեռք բերված համաձայնություններ։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը շարունակում է չվստահել Միացյալ Նահանգներին։ Կարծում եմ, մենք իրավունք ունենք չվստահելու, որովհետև վերջին անգամ, երբ բանակցում էինք անցած հունիսին, բանակցությունների ընթացքում նրանք որոշեցին հարձակվել մեզ վրա։ Դա մեզ համար շատ վատ փորձառություն էր, ընդգծել է Արաղչին, հավելելով, որ անհրաժեշտ է կոնկրետ ու շոշափելի երաշխիք, որ այդ սցենարը չի կրկնվելու։ Մեր եթերում կարճատև դադար է։
Եվ այժմ զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Ողջույն, պարոն Պետրոսյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Պետրոսյան, բնականաբար հետևում էինք նաև ԱՄՆ փոխնախագահի այցին Ադրբեջան, ռազմավարական համագործակցության խարտիա ստորագրեցին, հայտարարություններով հանդես եկան, որոնք ես քիչ թե շատ հնարավորինս ներկայացրեցի եթերի ընթացքում։ Եթե արդեն ծանոթացել եք, կխնդրեմ անդրադառնալ եւ փորձենք հասկանալ Միացյալ Նահանգներ եւ Ադրբեջան հարաբերությունները ինչպիսի որակական տրանսֆորմացիա են ապրում։ Հիմա եթե ընդհանրական նշեմ, իմ գնահատականը դա վերաբերել է ընդհանուր Միացյալ Նահանգների քաղաքականությանը, հետագայում ընթացքում եթե մասնավոր հարցեր կծագեն կոնկրետ փաստաթղթերի հետ կապված ոլորտների եւ հայտարարությունների, դրանք ավելի կմանրամասնեմ։ Իմ գնահատով նախ եւ առաջ Միացյալ Նահանգների ուրեմն փոխնախագահի այցը տարածաշրջան ամրագրումն է այն ձեռքբերումների Միացյալ Նահանգների քաղաքականության, որ արձանագրվել է օգոստոսի 2025 թվականի ամբողջ ընթացքում, հատկապես օգոստոսից հետո Վաշինգտոնյան հայտնի ուրեմն հանդիպումների եւ համաձայնությունների հիման վրա, այսինքն այդ Միացյալ Նահանգների ներգրավվածության ձևաչափը փոխադարձաբար ընդունելի նաև Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից դա փաստացի արդեն սիմվոլիկ առումով նաև փոխնախագահի այցով ամրագրվեց։ Մենք ունենք արդեն փաստացի համագործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի յուրաքանչյուր իր մասով ունի համագործակցություն, նոր որակի համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, աննախադեպ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Եվ ոլորտ բնականաբար պայմանավորված երկրների առանձնահատկություններով այդ համագործակցությունները խորանում են։ Հիմա եթե ավելի մասնավորեցնենք, տեսեք Հայաստանի հետ կապված, նախ այստեղ շատ կարևոր հանգամանք կա Միացյալ Նահանգների հավասարակշռված մոտեցումը, այսինքն նրանք շատ լավ հասկանում են, որ որպես Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի հիմնական մոդերատոր այդ իրենց գործառույթը իրականացնելու համար պետք է իրենց հավասարակշռված մոտեցում երկու երկրների հարաբերություններով, այսինքն եթե գործընկեր են, ապա գործընկեր են երկուսը յուրաքանչյուր իր առանձնահատկություններով, իր հնարավորություններով եւ ռեսուրսներով, բայց մոտեցումը Միացյալ Նահանգների չպետք է խախտվի։ Դիցուք օրինակ, տեսեք Ադրբեջանը իր կարողություններով բնականաբար շատ ավելի մեծ հնարավորություն ունեցող երկիր է, բայց Միացյալ Նահանգների հետ մոտեցումը Հայաստանին եւ Ադրբեջանին այս պահի դրությամբ կողմն է հավասարության սկզբունքի վրա է, որը շատ կարեւոր է, որովհետեւ եթե այդպես չլինի, խախտվի այդ հավասարակշռությունը, բնականաբար Միացյալ Նահանգների ազդեցությունն էլ ավելի, այսպես ասենք, խոցելի կդառնա, ընդ որում ասեմ ավելին անգամ այս պարագայում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության պարագայում իրավիճակը էլի խոցելի է, որովհետեւ ցանկացած մեծ դերակատարի համար տարածաշրջանը հետաքրքիր ամբողջությամբ եւ չափազանց կարեւոր է որպեսզի այստեղ նաեւ Վրաստանի ներգրավվածությունը լինի եւ կարծում եմ որ առաջիկա մենք տեսնենք որ Միացյալ Նահանգները փորձում է Վրաստանի հետ խորացնել որոշակի կամ վերականգնել հարաբերությունները, այսպես ասենք, հետո իհարկե դրանից հետո արդեն երկկողմ օրակարգը եւս խորացնել։ Ինչ վերաբերում է կոնկրետ արդեն իմաստնավորի թե Հայաստան թե Ադրբեջան այցերին, հիմնականում կրկին հավասարակշռված այցեր են յուրաքանչյուր երկու մեկական փաստաթուղթ, շատ այսպես բավականաչափ ճոխ քաղաքական հռետորաբանություն, ճոխ բառապաշար եւ ռազմական ոլորտում էլի համագործակցության օրինակներ Հայաստանի դեպքում անօթաչու հետախուզական բնության անօթաչու թռչող սարքեր, Ադրբեջանի դեպքում ռազմական մոտորանավակներ եւ երևի այսքանը։ Այսինքն ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, եթե այսպես երկուսին է դիտարկենք, ոչ մի կողմից որևէ մեկի գործակցությունը Միացյալ Նահանգների հետ որևէ ռիսկեր եւ խնդիրներ չի պարունակում։
Եթե Միացյալ Նահանգների դիրքերից ենք նայում, կարծում եմ ոչ։ Իսկ եթե նայում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի։ Հայաստանի Ադրբեջանի դիրքերից նայելով, տեսեք, ես գոնե այսպես մակերեսուներն եմ հասցրել ծանոթանալ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ այդ կանոնադրությանը, բայց կարծում որ դա մեծ հաշվով էլի բալանսավորած փաստաթուղթ է, այնտեղ միակ կետը որ կա, դա որ այդ կանոնադրության մեջ ևս նշված է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ անխոչնդոտ կապի հանգամանքը, բայց սա էլ մեծ հաշվով վերցված է օգոստոսի 8-ի Եռակոմ հռչակագրից եւ եթե մի կողմից մենք օրինակ դիտարկենք որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է, բայց այդ կետը նաեւ հայտնվել է Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև ուրեմն այդ հարաբերությունների վերաբերյալ այդ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում դա որոշակի առումով գուցե թե խնդրահարույց կարելի է համարել կամ մի հարց է, որը կարծում կարելի է բանակցել դրա շուրջ, որովհետև եթե կապուղին Հայաստանի Հանրապետությանն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո է, ապա այս հարցը պետք է քննարկվի Հայաստան-Ադրբեջան համատեքստ։ Չնայած որ կրկնում եմ ձևակերպումները հիմնականում ձևակերպումները օգոստոսի 8-ի եւ նաեւ հունվարի 15-ի երկու երկրների Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերի հիման վրա։ Իմ կարծիքով միակ այդ հարցը դա է։ Մյուս կողմից մենք տեսնում ենք որ ադրբեջանական կողմը շատ մեծ ջանքեր է գործադրում որպեսզի կարողանա ապահովել Միացյալ Նահանգների աջակցությունը, Միացյալ Նահանգների աջակցությունը նաև այն բացառիկ այն ոլորտներում որտեղ Հայաստանի համագործակցություն ունի որոշակի բացառիկություն, օրինակ նույն արհեստական բանականության ոլորտը, խաղաղ միջուկային ծրագրի զարգացման ոլորտը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Միացյալ Ադրբեջանի կողմից հստակ նպատակային ջանքեր են գործադրում եւ ընդ որում այդ ոլորտները ներառված են նաեւ այդ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում։ Անդրադառնանք նաեւ Իրանին, Հայաստանյան ընդդիմադիր որոշ հատված նշում էր, որ TRIP եւ այլ համագործակցություններ դրանք Հայաստանի մասին չեն, Միացյալ Նահանգները տեղ տնտեսական ինչ-որ շահեր չունի, այլ այստեղ աշխարհակական հարց է, գալիս է որ Իրանին վերահսկի եւ այլն։ Նախորդից, երբ արդեն Վենսը գնաց, ամեն ինչ պարզ էր, սկսեցին հայտարարել, որ այն, որ Միացյալ Նահանգները հետախուզական անօդաչու թռչող սարքեր է վաճառել Հայաստանին, դրանք ուղղվելու են Իրանի դեմ, որոնք ուղիղ ժամանակում հետախուզական տեղեկությունները Իրանի վերաբերյալ փոխանցելու են Միացյալ Նահանգներին։ Կխնդրեմ նաև այս խնդիրներին անդրադառնալ հաշվի առնելով Իրանի եւ Միացյալ Նահանգների լարված հարաբերությունները, թեև որոշակի բանակցային գործընթացի առկայությունը, բայց այնուամենայնիվ Թրամփը էլի սպառնում էր Իրանին, իրանական կողմը կարծես թե ավելի ասում են ավելի թույլ դիրքերում է, քան օրինակ 2015-ին, բայց ավելի կարծրացած մոտեցումներով, այս ընդհանուր լարվածության համատեքստում, ինչի մասն են ընդդիմադիր շրջանակների այս պնդումները։ Դե հաճախ այնպիսի մեկնաբանություններ են հնչում, որ ես նույն փորձագիտական առումով ընդհանրապես անհրաժեշտություն չեմ տեսնում դրանք մեկնաբանելու։ Այսպես ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ մամուլի հարցերում մեկ արդեն պատասխանեց։ Հայաստանի եւ ընդհանրապես Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է, որ որևէ երկրի հետ Հայաստանի համագործակցությունը չի կարող լինել մեկ այլ երկրի դեմ։ Դա հստակ սկզբունք է, որի մասին հայկական կողմը բազմիցս նշել է։ Այսինքն դա պետք է բացառել եւ նման
ուղղվածության կառուցչական նյութերը դրանք Հայաստանի որևէ կերպ չեն կարող աջակցել հակառակը խնդիրներ են կառուցչական մակարդակում անհիմն խնդիրներ են ստեղծում անավանդ որ այս բանի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ կա լարված հարաբերություններ եթե այդ անօթաչները թռչել են Հայաստանից Իրանի տարածք կարծում որ իրանական կողմը ունի որոշ տեխնիկական միջոցներ որոնցով կարող է դրանք իջեցնել եւ դա կդառնա արդեն շատ լուրջ ուրեմն ճգնաժամ արդեն Հայաստան-Իրան հարաբերություններում այսինքն անհնարին է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստան-Իրան հարաբերությունները նման քայլի դիմեն, որում Հայաստանից որևէ կառավարություն է վստահ որ նման քայլը չի դիմի։ Եվ դա այսպես ինքն իրեն իր վրա կրակելու փորձ կարող է լինել ցանկացած կառավարության համար, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետությունում կիշխի եւ բնականաբար, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի նման խնդիրների առերեսման Պարագայում նման բան չի կարող պարզապես լինել։ Այս բանը դրանք ընդհանրապես քարոզչական բնույթի անհիմն վերլուծություններ են, որոնք որևէ կերպ կրկնում չեն կարող ազդել ոչ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, ոչ էլ ընդհանրապես ուրեմն տարբեր Հայաստանի համար այս բանը առարկայական օրակարգի վրա Շատ կարևոր շեշտադրում եմ ուզում անել իրանական կողմը բազմիցս նշել է որ որևէ երկիր որ իր տարածքը թե ցամաքային թե օդային թե ջրային տրամադրի իր Իրանի դեմ գործողության համար այդ երկրի տարածքը կդառնա թիրախ Իրանի համար ինչ է կարծում նման հայտարարությունից Հայաստանը պետք է անօթաչի թռչող սարք ուղարկի պարզապես անիմաստ եւ որևէ բովանդակությունից զուրկ ընդդումներ են ես կրկնում նման հայտարարությունն անգամ հարկ չեմ համարում պատասխանել բանել մեկնաբանել Դե ցավոք կան այդպիսի հայտարարություններ եւ դիտարկումներ դե կան բայց ախր այնքան անհիմն է որ կրկնում որևէ փորձագիտական հիմք չկա դրա համար Ադրբեջանի նկատմամբ Ադրբեջանին ուղղված բազմաթիվ ուղերձներ գնացել են մինչև հիմա Իրանի կողմից, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Թուրքիային, իրանական կողմը բոլոր երկրներից ուշացրել է։ Հիմա եթե մինչև այժմ ուրեմն հետո այդ անօթաչի թռչող սարքերը դրանք Հայաստանի տնօրինմանն են հանձնված, դրանք Միացյալ Նահանգները այդտեղից չի օգտագործելու։ Իսկ Հայաստանի որևէ կառավարություն, ինչպես արդեն նշեցի, որևէ իշխանություն նման քայլի վստահաբար չի կարող գնալ։ Եվ վերջինը պարոն Պետրոսյան, ԱՄՆ եւ Իրան բանակցությունների արդյունավետությունը որքան է գնահատում ռազմական հնարավոր գործողությունների հավանականությունն, ինչպես է գնահատում եւ բնականաբար երկրորդ տարբերակի դեպքում Երևանի դիրքավորումը կամ դիրքորոշումները հա մի կողմից Միացյալ Նահանգներ, մյուս կողմից Իրան։ Երկրորդ տարբերակը եւ դրա հետ կապված Հայաստանի վարկագիծը ամենաբարձրն է։ Սա միանշանակ պետք է ֆիքսենք, այսինքն որքան լարվեն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հարաբերությունները, այնքան Հայաստանի մանևրի հնարավորությունները սահմանափակվել են։ Սա ամենամտահոգիչ հարցն է, բայց մենք ունենք կոնկրետ օրինակ 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը, երբ Հայաստանը կարողացավ մանևրել, այս դեպքում մի քիչ ավելի բարդ է լինելու, քանի որ անկանխատեսելի է լինելու ռազմական գործողությունների ընթացքը, բայց միանշանակ նշեմ, որ սա ամենակարևոր խնդիրն է, որի սցենարները գործողությունների Հայաստանը պետք է ունենա, եթե նման զարգացումների նման տարբերակը ավելի կանխատեսելի դառնա։ Իսկ այս պահին կարծում եմ, որ այն դեռևս կանխատեսել է, որտեղ բանակցային գործընթացը արդյունավետություն, որոշակի արդյունավետություն չի
արձանագրում այստեղ ավելի շատ նկատվում է ժամանակի վրա խաղալու տրամաբանություն, որում երկու երկրներից են, թե Միացյալ Նահանգների կողմից, թե Իրանի կողմից։ Յուրաքանչյուրը փորձում է իր հնարավորությունների սահմաններում երկարաձգել հասկանալու հետագա քայլերի սցենարը։ Իրանի համար դա պետք է հատկապես երկրի ներս ավելի կառավարելի դարձնելու համար, իսկ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է իր հետագա գործողությունների տարբեր սցենարներ քննարկելու եւ հասկանալու համար։ Նաեւ այդ նպատակով է, որ հերթական անգամ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնում է Միացյալ Նահանգները, եթե չնշան փետրվարի 18-ին հանդիպում է լինելու Դոնալդ Թրամփի հետ եւ կարծում եմ, որ հանդիպումից հետո ԱԱԳ-ին մեծ իմաստով արդեն բաց կլինի հետագա ընթացքը զարգացումների։ Բայց կրկնեմ, որ ռազմական սցենարը այս բանը շատ կանխատեսելի է եւ եթե բանակցային գործընթացը եւ կողմերի հռետորաբանությունը նույն թելի վրա շարունակվի, որը ներկայում է, ապա ռազմական գործողությունները խուսափել չկինի։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։